մամաս, պապաս, եղբայրս եւ իր ընտանիքը եւ իմ սաղ հարազատները ու ամենաշատ կարևոր ընկերներից են սաղ թե հայ թե պարսիկ ընտանիքս իրանք կարող են ինձ ուղիղ ձևով զանգեն ոչ ինտերնետով բայց ես չեմ կարողանում իրանց հետ կապ ստեղծել հետո որ իրանք էլ շատ են աշխատում միջով կապը հաստատվում է Ամենաշատ անհանգստությունը հիմա այս անորոշությունն է, որ դու չգիտես երբ ապրծելու ես ամենը ու ինչով է վերջանալու։ Օրինակ ախպերս քաղաքից դուրս է գնաց արդյոք ինքը վստահ չի վերադառնալուց տունը ելելու է թե չէ։ Ու այդ ամենաբարդ բանն է։ Ուղղակի կյանքը տորթի մեջ սպասում ես։ Բարդ որոշումը հանգիստ բան չի, որ քո կյանքը տունը սաղ թողնես գաս, այսինքն ինչքան էլ որ քեզ ասեն կարող է կյանքդ վտանգված էլի, միջով դու քո մի քայլ հետո կյանքի վտանգ չտեսնես, չես վաստոնի լրիվ կյանքդ ու տունդ ու ստեղծածդ աշխատանքդ սաղ ամեն ինչ չես վաստոնի գաս։ 4 օր է ինչ լիակատար լռություն է, ես չեմ կարողանում որևէ մեկին զանգահարել։ Ես նույնպես տոնում էի, ուրախ էի, երբեք չէի մտածի որևէ մեկի մահից երջանիկ կլինեմ, բայց այս տարվա հունվարին կարելի էր տեսնել, որ փողոցում շատ մարդկանց սպանեցին։ Երբ մեկը շատ մարդկանց մահվան պատճառն է, նա հրեշ է, բռնապետ, այնպես որ բնական է ուրախանալ դրա համար։ Հուսով եմ էլ երբեք չենք տեսնի նրա նման մեկին։